Հայաստանը գիտեք մաս-մաս զիջում է ամեն ինչ եւ չկա այդ սահմանը Ալիևի ախորժակը որտեղ է սահմանափակվում։ Ալիևը նույնիսկ ասում է, որ Հայաստանը ընդհանրապես այստեղ գոյություն չի ունեցել եւ նույն Երևանը, բանը եւ այլը բոլոր մնացած տարածքները դրանք արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան Ադրբեջանը պետքա վերականգնվի իր հիվանդ երևակայության մեջ, որը ցավոք սրտի իրականություն է դառնում մաս-մաս, ինքը պատկերացնում որ Ադրբեջանը մի գերհզոր պետություն է լինելու, նույնիսկ Թուրքիայից ավելի հզոր, եւ արևմուտքի որոշ ուժերի կողմից աջակցություն է ստանում, հասկանում եմ, որ արևմուտքը նպատակ ունի ուղղակի էներգոռեսուրսներից օգտվելու Ադրբեջանի եւ այդ հնարավորությունը իրան տրվում է։ Նույնիսկ աչք է փակվում այն առումով, որ դա ուղղակի բռնապետություն է Ադրբեջանը, որևէ դեմոկրատական ոչինչ գոյություն չունի, բայց վերջերս օրինակ Միացյալ Նահանգները, որ համարվում են աշխարհի թիվ 1 դեմոկրատական երկիրը, ընդունում են Սիրիայի տերորիստ իշխանությանը եւ ամենաբարձր մակարդակով հովանավորում են։ Այլևս ոչ մի բան պետք չի խոսել։ Եթե այն մարդը, որը մարդկանց գլուխներ է կտրում եւ հետո սպիտակ տանը նրա հետ հանդիպում են եւ նրան ասում են նա այլևս դեմոկրատ է, որովհետեւ մեր հետ շփվում է եւ մեր ասած անում է ռուսներին դեմ է եւ այլ։ Այս տրամաբանությունը հիվանդ երևակայություն է եւ կարծում եմ, որ երկար չի տևելու այս հիվանդ երևակայություն ունեցող մարդկանց հաղթարշավը մեծ քաղաքականության մեջ, ուղղակի մեր համար է ժամանակը ի վնաս մեզ աշխատում սուղա եւ պետքա շատ արագ որոշումներ կայացնել։